Բարգավաճ Հայաստան այսօր Երևանում է քարոզարշավ անցկացնում, այս կուսակցության համագիրները Մատենադարանից երթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ այժմ ընթանում է հանրահավաքը, այժմ ուղիղ կապ հաստատենք իմ գործընկեր Գայանե Սարիբեկյանի հետ, ով հետևում է հանրահավաքին։ Ողջույն Գայանե, արդյոք արդեն ելույթ ունեցել է Գագիկ Ծառուկյանը կամ սպասվում է արդյոք նրա ելույթը։ Տաթև ողջույն, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ամփոփիչ հավաքը շարունակվում է այստեղ Ազատության հրապարակում, նրանք Մատենադարանից Ծառուկյանի առաջնորդությամբ երթով եկան այստեղ, Գագիկ Ծառուկյանը դեռ ելույթ չի ունեցել, ԲՀԿ-ականներն են ելույթ ունեցել, Ամբիոնից ԲՀԿ տեխնացուներից Իվետ Ատոնոյանը հնչեցրեց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների անունները, ինչպես նաև Հայաստանի բանտերում պահվող այն մարդկանց անունները, որոնք ըստ ընդդիմադիրների ազատությունից զրկվել են քաղաքական հայացքների պատճառով։ Իվետ Ատոնոյանը նաև հիշեցրեց, որ իրենք այս նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում վարչապետի իշխանության թիրախում են եղել, ճնշումների ու սպառնալիքների թիրախում են եղել։ Այո, Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական հակառակորդներին, հիմնական մրցակիցներին, այդ թվում Գագիկ Ծառուկյանին սպառնում էր, ունեզրկել, սպառնում է նստեցնել, եւ Ծառուկյանը արդեն սրան ավելի վաղ անդրադարձել է մինչև նրա ելույթը։ Ես նշեմ, որ Ծառուկյանն ասել է, որ նա պատրաստ է ունեցվածքից զրկվել, բայց իր պայքարից չի հրաժարվի։ Այս պահին կարծես թե բեմահարթակ են հրավիրում Ծառուկյանին, իսկ մինչ այդ ես առաջարկում եմ լսել Իվետ Ատոնոյանի ելույթից հատված։ Քարոզարշավի առաջին իսկ օրից Բարգավաճ Հայաստան կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ մեր քաղաքական թիմը քարոզարշավն իրականացրել ենք բացառիկ կառուցողականության եւ բովանդակային քննարկման դաշտում։ Սակայն ցավոք մեր կառուցողական ու բովանդակային քարոզարշավին ի պատասխան այս մեկ ամսվա ընթացքում շատ հաճախ ստիպված էինք բախվել իշխանության ներկայացուցիչների կոռեկտությունից դուրս արտահայտություններին, գրեհիկ լեքսիկոնին, վիրավորանքներին, շանտաժին ու սպառնալիքներին։ Այսօր մեր ընկերներից շատերը կալանավորված են, շատերի դեմ հարուցված են քրեական գործեր, շատերը ձերբակալված են։ Բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունը անում է հնարավոր ու անհնարին ամեն բան եւս մեկ անգամ վերարտադրվելու համար։ Անազատության մեջ է նաև ցավոք սրտի մեր գործընկեր, մեր ընկեր Մայր Հայաստան կուսակցության նախագահ, պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանը։ Ես հիշեցնեմ, որ Գայանե Սարիբեկյանն է հետևում Ազատության հրապարակում Բարգավաճ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքին, շնորհակալություն Գայանե։ Մենք հետևում ենք իրադարձություններին եւ նորությունների դեպքում թարմացնում ենք նորությունները azatutsun.am կայքում, իսկ ես հիշեցնեմ, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է մասնակցել այսօր ՀՄԿ-ով ընթացող վերջին բանավեճին։